Արագ առաջ ենք սլանում, բայց այս դասը իսկապես հպվելու է ձեր սրտին։ Խոսելու ենք դրդապատճառներից, խոսելու ենք մտադրություններից։ Ամփոփելու համար հիշենք, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ կերպով օժտված է Աստծուց։ Եվ քանի որ մենք ենք այդ պարգևի տնտեսը, ապա ինչպես ցանկանանք, կարող ենք օգտագործել այն։ Տնտեսն ունի իշխանություն, օգտագործելու է այդ պարգևը ինչպես կամենա։ Հետևաբար մենք կարող ենք այդ պարգևներն օգտագործել Աստծո արքայությունը կառուցելու համար, ինչը նշանակում է կառուցել այն մարդկանց կյանքերը, ովքեր կարգված են Աստծուց մեր կյանքերում։ Կարող ենք օգտագործել այդ պարգևները մեր օգտի համար կամ էլ կարող ենք բոլորովին անտեսել դրանք։ Ձեր կյանքի ցանկացած պահի դուք ընտրություն եք կատարում այս 3 տարբերակների միջև։ Նախորդ դասին բերեցի Ուիթնի Հյուսթոնի օրինակը։ Հիմա ուզում եմ խոսել Ադոլֆ Հիտլերի մասին։ Ես հավատացած եմ, որ նա ուներ առաջնորդության շատ մեծ, գրեթե գերբնական պարգև։ Նրա կյանքում իրապես կար առաջնորդության գերբնական պարգև։ Այդ պարգևը կարող էր մեծապես գործածվել հօգուտ գերմանացիների, հրեաների, լեհերի եւ ֆրանսիացիների։ Սակայն փոխարենը նա այն օգտագործեց այնպես, որ մեծագույն վնաս հասցվեց հրեաներին, լեհերին, ֆրանսիացիներին եւ անգլիացիներին։ Ցուցակը կարող եմ դեռ շարունակել։ Նայենք Ֆրեդի Մերկուրիի կյանքին, նա քույն խմբի մեներքիչն էր։ Այդ մարդը գերբնական պարգև ուներ։ Նա կարողանում էր հսկայական մարզադահլիճներ լցնել եւ վայրկյանների ընթացքում մարդկանց ոտքի կանգնեցնել։ Նույնը վերաբերում է Ուիթնի Հյուսթոնին։ Իսկ ինչպես են նրանք դատվելու հավիտենության մեջ, չենք կարող անարգել այն խոսքերը, որոնք Հիսուսն է ասում։ Մատթեոսի 11:19-ում նա հետևյալն է ասում. Իմաստությունը, մարդու իմաստությունը արդարանում է նրա կատարած գործերի արդյունքներով։ Այնուհետև Ղուկասի 7:35-ում նա ասում է. Իմաստությունն արդարանում է այն մարդկանց կյանքերում, ովքեր հետևում են այդ իմաստությանը։ Ինչպես է դատվելու այս մարդկանց Ադոլֆ Հիտլերի, Ուիթնի Հյուսթոնի, Ֆրեդի Մերկուրիի եւ այլոց իմաստությունը ոչ թե հիմա, այլ հավիտենության լույսի ներքո։ Դրա վրա լույս է սփռվելու դատաստանի աթոռի առջև։ Չեմ դատում, թեև Հիսուսն ասել է, որ մենք պետք է քննենք իմաստության պտուղը, այնպես որ պետք է անենք դա։ Ինչպիսի ժառանգություն եք ուզում ունենալ, ինչ եք ուզում, որ մարդիկ ասեն ձեր մասին։ Գիտեք, կարևորն այն չէ, թե ինչ կասեն մարդիկ ձեր մասին ձեր հուղարկավորության ժամանակ, այլ այն, թե ինչ կասեն ձեր մասին Քրիստոսի դատաստանի աթոռի առջև։ Ահա թե ինչ է ասում Պողոսը Կորինթացիների առաջին թղթի 4:1-5 խոսքերում իր պարգևի մասին խոսելիս։ Պողոսը մասնավորապես խոսում է իր պարգևի մասին։ Հիշում եք առաջին խոսքը։ Նա ասում է. «Թող ամեն մարդ այսպես համարի մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ Աստծո խորհուրդների տնտեսներ»։ Ուրեմն Կորինթացիների առաջին թղթի 4-րդ գլխի առաջին 5 համարներում նա խոսում է իր պարգևի տնտեսվարության մասին։ Նրա պարգևը Աստծո շնորհքի հայտնությունն էր։ Մենք այլ պարգևներ ունենք, սակայն տեսեք, թե ինչ է ասում 5-րդ խոսքում. ցնցող է։ Ասում է. ժամանակից շուտ մի դատեք։ Խոսքը Քրիստոսի դատաստանի աթոռի մասին է, այլ սպասեք Տիրոջ գալուստին, քանի որ նա լույս կսփռի։ Ուշադիր լսեք։ Գաղտնի բաների վրա, որոնք հիմա թաքնված են խավարում, եւ կբացահայտի մարդկանց սրտերի դրդապատճառները։ Թույլ տվեք ասել, որ դատաստանի 2 աթոռ կա։ Դատաստանի մեծ սպիտակ աթոռը, որտեղ իրենց մեղքերի համար կդատվեն նրանք, ովքեր երբևէ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տիրոջ։ Իսկ մյուսը Քրիստոսի դատաստանի աթոռն է, որտեղ մենք հավատացյալներս հաշիվ ենք տալու, թե ինչպես ենք ապրել այս կյանքը որպես քրիստոնյաներ, ինչպես ենք վարվել այն պարգևների հետ, որ Աստված տվել էր մեզ։ Դատաստանի մեջ սպիտակ աթոռի առջև ոչ ոք Աստծուց գովասանք չի ստանալու։ Իսկ Քրիստոսի դատաստանի աթոռի առջև մենք նրանից գովասանք ենք ստանալու։ Սա նշանակում է, որ այս խոսքում Պողոսը խոսում է հավատացյալների դատաստանի մասին։ Հիմա երբ սա հասկացանք, կցանկանամ կրկին ընթերցել այդ խոսքի վերջին մասը, քանի որ նա լույս կսփռի գաղտնի բաների վրա, որոնք հիմա թաքնված են խավարում, եւ կբացահայտի մարդկանց սրտերի դրդապատճառները։ Այդ ժամանակ Աստված գովասանք կտա յուրաքանչյուրին։ Այսինքն դատաստանի աթոռի առջև քննվելու են ոչ միայն մեր արարքները, այլև մեզ վստահված պարգևները գործածելու մեր դրդապատճառները եւ մտադրությունները։ Աստված իմ, ես հենց հիմա պահածոյացված որդերի տուփ եմ բացում։ Ստացվում է, որ մենք կարող ենք սխալ դրդապատճառներով գործածել մեր կյանքում առկա Աստծո պարգևները։ Այլ կերպ ասած, թույլ տվեք այսպես ասել. Մեր շուրջը գտնվողներին կարող է թվալ, թե մենք մեր պարգևն օգտագործում ենք արքայությունը կառուցելու համար, մինչդեռ իրականում մենք դա անում ենք ինքներս մեզ բարձրացնելու համար։
Աստված իմ, հիմա խորն ենք գնալու։ Ոչ թե տարօրինակ ձևով ենք խորամուխ լինելու, այլ խորամուխ ենք լինելու մեր սրտերի մեջ։ Լավ, թույլ տվեք անձնական օրինակ բերել։ Հիշում եք, առաջին դասերից մեկում պատմեցի, որ աշխատում էի 400 աշխատակից ունեցող եկեղեցում, այն Միացյալ Նահանգների ամենամեծ եկեղեցիներից էր, եւ ես բավականին բարձր պաշտոն ունեի։ Մարդկանց աչքերի առջև էի, քանի որ անմիջականորեն հովիվներին էի ծառայում։ Անմիջականորեն ծառայում էի խոսնակ հովիվներին։ Այդ օրերին առերեսումն ատում էի։ Այնպես էի ատում ու խուսափում դրանից, կարծես մահացու հիվանդություն լիներ։ Իսկ մարդիկ անընդհատ ասում էին. Ջոն Բիվերն այնքան բարի ու սիրառատ մարդ է, քանի որ ես լավ բաներ էի ասում մարդկանց, նույնիսկ եթե դրանք ճշմարիտ չէին։ Իրականում ստում էի։ Օրինակ ասում էի. այնքան մեղմ, քաղցր մարդ ես, մինչդեռ դա ճիշտ չէր։ Պարզ է, մարդկանց միշտ ասում էի այն, ինչ միայն գեղեցիկ հնչող բաներ էի ասում, լավ։ Այդպես մեկ օր աղոթում էի, երբ Սուրբ Հոգին ասաց. մարդիկ ասում են դու սիրառատ ես։ Այո, ասացի։ Սովորաբար, երբ Աստված նման բան է ասում, դա հաստատություն է, սակայն այս անգամ դա չհնչեց որպես հաստատություն։ Գիտեի, որ դրան ինչ-որ այլ բան էր հաջորդելու։ Նա ասաց. որդիս, գիտես թե ինչու ես միայն լավ բաներ ասում մարդկանց։ Ասացի ինչու։ Ասաց, որովհետև վախենում ես մերժվել նրանցից։ Այդ դեպքում ում է ուղված քո սերը, քեզ թե նրանց։ Շարունակեց նա։ Կարծես թե ինձ, պատասխանեցի ես։ Նա ասաց. որդիս, եթե դու իսկապես սիրում ես մարդկանց, պետք է ասես նրանց ճշմարտությունը։ Պետք է անես դա սրտացավությամբ ու սիրով լցված սրտով, սակայն պետք է ասես ճշմարտությունը։ Դա փոխեց իմ կյանքը արմատապես։ Ես գիտակցեցի, որ շուրջս գտնվող մարդիկ ինձ համարում էին սիրառատ մարդ, մինչդեռ ես շատ եսասեր էի։ Չէի ցանկանում մերժվել, չէի ցանկանում կորցնել ընկերություններ կամ փոխհարաբերություններ, ինչ որ մեկին ճշմարտությունն ասելու պատճառով։ Կարող է նույն բանը տեղի ունենալ մեր պարգևների հետ։ Պատասխանն է անշուշտ այո։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Պատմություն պատմել, որը ճամփորդություններիս վաղ շրջանում 90-ականներին ձևավորել է իմ կյանքը։ Կարծեմ 90-ականների կեսն էր կամ վերջը, 90-ականների վերջն էր։ Ինձ հրավիրել էին համաժողով անցկացնելու Միացյալ Նահանգների միջին արևմուտքում։ Հրավիրված էին նաև այլ խոսնակներ։ Այդ երեկո ես պետք է քարոզեի։ Սովորաբար քարոզելիս Աստված ինձ հստակ խոսք չի տալիս։ Ես պարզապես սրտումս զգում եմ, թե ինչից պետք է խոսեմ։ Սակայն այդ առավոտ, երբ արթնացա հյուրանոցում, Սուրբ Հոգին գրեթե լսելի ձայնով ասաց. որդիս, ես ցանկանում եմ, որ այսօր երեկոյան համաժողովին խոսես սատանայի խայծից։ Այդ ժամանակ արդեն 4-5 տարի էր սատանայի խայծը լույս էր տեսել։ Ես արդեն այդ ուղերձը քարոզել էի Միացյալ Նահանգներում։ Այն արդեն լավագույն վաճառվող գիրքն էր ամբողջ Միացյալ Նահանգներում, իսկ ես շարունակում էի գրել։ Հասցրել էի եւս 2 գիրք գրել։ Ավելի ճիշտ 3-4 գիրք էի գրել եւ եւս մեկի վրա աշխատում էի։ Այն գրքի ուղերձը, որի վրա այդ պահին աշխատում էի, սրտումս վառվում էր։ Ասացի լավ, փաստորեն այս երեկո սատանայի խայծը։ Հիշում եմ, թե ինչպես գնացի համաժողովին եւ հովիվն ասաց. մարդիկ ամբողջ երկրից եկել են այս երեկո քեզ լսելու։ Կանաչ սենյակում զգալի էր հովվի ոգևորությունը։ Մտա ծառայության եւ Աստվածի նույն ոգևորությունը դահլիճում էր։ Մարդկանց ոգևորությունը շատ զգալի էր։ Պատկերացնում եք իմ լարվածությունը։ Ջոն, այստեղ կան մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են կտրել ու հեռվից եկել են։ Նրանք հավանաբար արդեն կարդացել են սատանայի խայծը։ Նրանք ծանոթ են այդ ուղերձին։ Ես չէի ցանկանում քարոզել սատանայի խայծը, ցանկանում էի քարոզել այն նոր ուղերձը, որը գրում էի։ Ես ոչ թե զգացել էի, այլ գիտեի, թե ինչ պետք է քարոզեի, այն ինչ լսել էի առավոտյան։ Հիշում եմ, երբ հովիվը ներկայացրեց ինձ, մարդկանց ոգևորությունը դուրս մղեց ինձնից սատանայի խայծը եւ հրեց դեպի իմ նոր գրվող թարմ գրքի ուղերձը։ Հիշում եմ, թե ինչ ոգևորիչ էր։ Այնքան մեծ էր խանդավառությունը։ Մարդիկ կանգնում էին։ Ես ինչ որ բան էի ասում ու նրանք ոտքի վրա այսպես էին անում, այսպես։ Ծառայությունն ավարտվեց։ Հրաշալի մթնոլորտ էր։
Վերադարձանք կանաչ սենյակ, բոլորն ուրախ էին, հովիվն էր ուրախ, առաջնորդներն էին ուրախ, ինչ հրաշալի ուղերձ էր այս երեկո, վերադարձա հյուրանոցի համար։ Հաջորդ առավոտ երբ արթնացա, նույն այն անկողնում, որտեղ նա ինձ ասել էր քարոզել սատանայի խայծը, այնպիսի զգացողություն էր, կարծես վրաս մի պարկ ավազ դրված լիներ։ Այնպիսի ծանրություն էի զգում։ Անմիջապես հասկացա, որ նախորդ գիշեր անհնազանդ էի գտնվել Աստծուն։ Հիշում եմ անկողնուց անմիջապես իջա ծնկներիս վրա ու ասացի. Աստված, անցյալ երեկո ես չհնազանդվեցի քեզ, չքարոզեցի սատանայի խայծը։ Հիշում եմ ասացի. Տեր, զղջում եմ, խնդրում եմ, ներիր ինձ։ Բայց ծանրությունը չէր անցնում, տրտմության զգացողությունը չէր հեռանում։ Հիշում եմ հավաքեցի իրերս ու գնացի օդանավակայան, պիտի ուղևորվեի դեպի արևմտյան ափ, քարոզելու Սան Դիեգոյում։ Երբեք չեմ մոռանա, այնքան ծանր էի զգում, այնպիսի տպավորություն էր, որ ներքուստ մահանում էի։ Հիշում եմ օդանավս 2 ժամ ուշացավ, իսկ ես այդ ընթացքում տխուր ու ծանր քայլում էի օդանավակայանում։ Նստեցի օդանավ, թռիչքը դեպի Սան Դիեգո 3-4 ժամ էր, երբ օդանավը պտույտ էր կատարում քաղաքի վրա։ Ամբողջ այդ տրտմությունն ու ծանրությունը թիթեռնիկի նման հեռացան։ Մտածեցի. Տեր, այս առավոտ հյուրանոցի համարում անկողնուս մոտ ծնկած ներողություն խնդրեցի։ Ինչու թույլ տվեցիր, որ կրեմ այդ ծանրությունը, տխրությունը և վիշտը ամբողջ օրվա ընթացքում։ Եվ Սուրբ Հոգին հստակ խոսեց։ Ասաց որդիս, որովհետև ցանկանում էի, որ զգայիր քո անհնազանդության ծանրությունը։ Ասաց, անցյալ երեկո համաժողովին մի հովիվ կար, ով կարիք ուներ լսելու այն, ինչ քեզ վստահել էի, տալով սատանայի խայծը ուղերձը, բայց նա չստացավ դա։ Ես ուղղակի ապշած էի։ Հիշում եմ, թե ինչպես նա ասաց. Հիմա որդիս, այս նոր քաղաքում հնազանդվիր ինձ։ Դա դատապարտություն չէր, սակայն խիստ հանդիմանություն էր։ Եվ գիտեք, այդ փորձառությունը, այդ մեկ փորձառությունը ստիպեց ինձ երբեք այդ սխալը չգործել։ Այլևս նման ծանրություն չեմ ունեցել ուղերձ քարոզելուց հետո, եւ հիշում եմ, երբ Աստված ասաց, որ կար մի հովիվ, ում պետք էր այն, ինչ Աստված տվել էր ինձ, ես գիտակցեցի, որ մենք իսկապես արժեքավոր բաներ ենք կրում, բոլորս։ Երբ Աստված վստահում է մեզ այդ պարգևը, մենք այն կարող ենք գործածել այնպես, որ դա հաճելի լինի ուրիշներին։ Նկատի ունեմ, որ կարող եք լինել եկեղեցու երկրպագության խմբում, մասնակցել բոլոր փորձերին, կարող եք եկեղեցի գնալ կիրակի վաղ առավոտյան եւ մասնակցել 3 ծառայություններին էլ կամ բոլոր ծառայություններին, որոնք կան ձեր եկեղեցում, եւ այդ ամենը անել, քանի որ ցանկանում եք, որ մարդիկ տեսնեն ձեզ։ Ցանկանում եք ամուսին կամ կին գտնել կամ էլ ճանաչում ունենալ։ Այդպես դուք կկորցնեք այդ պարգևի վարձքը, քանի որ ամենը արել եք սխալ դրդապատճառով։ Հենց սա նկատի ուներ Պողոսը գրելով սրտի դրդապատճառների բացահայտման մասին։ Ինչի համար մենք օգտագործեցինք մեր պարգևը։ Գիտեք, ես երբեմն սարսռում եմ, երբ լսում եմ, որ մարդիկ ասում են. եկեղեցուն ֆինանսական կարիք կա, այդ պատճառով որոշեցի մի քանի հավաքույթ անցկացնել։ Ուզում եմ ասել, դուք իսկապես հենց նոր նման բան ասացիք։ Գնացել եւ քարոզել եք հավաքույթներին, որպեսզի ընծա հավաքեք լրացուցիչ գումար ունենալու համար։ Ես հիմա շատ բացահայտ եմ խոսում այս ամենի մասին, 61 տարեկան եմ, եկեղեցում ես կարծես հայրիկ լինեմ, չեմ ցանկանում, որ այդ ծուղակն ընկնեք։ Չի կարելի այդպես վարվել, մենք պարգևը չենք գործածում, որ օրհնություն ստանանք, այլ գործածում ենք այն, քանի որ Աստված մեր միջոցով մարդկանց տալու բան ունի, դա պետք է լինի մեր դրդապատճառը, իսկ հետո Աստված ասում է, որ այդ աշխատանքը իր արժանի վարձքն ունի։ Եկեք խոսենք այս մասին, ես Սուրբ Գրքից ցույց կտամ, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Եթե նայենք Բաղաամին, Բաղաամը մարգարեացել է, եւ նրա մարգարեությունները դեռևս տեղ ունեն Աստվածաշնչում։ Դրանք ճշմարիտ են։ Հազարամյակներ անց դրանք դեռևս կարդում են։ Սակայն Բաղաամը դատապարտվեց, քանի որ նրա դրդապատճառները սխալ էին, նա մարգարեանում էր, որպեսզի ինձ ստանար։ Նայենք Մովսեսի օրինակին, Աստված Մովսեսին ասաց. «Խոսիր այս ժայռին, եւ ես ամբողջ Իսրայելին խմելու ջուր կտամ»։ Մովսեսը բարկացած էր, նա հարվածեց ժայռին, նա խոսքով չհնամայեց դրան, այլ հարվածեց։ Եվ գիտեք ինչ։ Ջուրը հորդեց ու 3 միլիոն մարդ ու կենդանիներ խմեցին ժայռից բխող ջրից։ Կարող եք պատկերացնել, թե ինչ էին ասում մարդիկ։ Օ, Մովսեսը, ինչու էինք մենք կասկածանքով մոտենում նրան։ Աստված կրկին ու կրկին ցույց էր տալիս իր ձեռքը Մովսեսի կյանքում։ Մենք անապատում բավականաչափ ջուր ունեցանք հագեցնելու 3 միլիոն մարդու ծարավը։
Ինչպիսի աստվածապաշտ առաջնորդ ունենք, իսկ Մովսեսը, երբ այդ ամենն ավարտվեց, Աստված Մովսեսին ասաց. «Արի այստեղ, ուզում եմ զրուցել քեզ հետ։ Դու չես մտնի խոստմունքի երկիր, որովհետև քո դրդապատճառը սխալ էր։ Այո, հրաշքը տեղի ունեցավ, պարգևը գործեց, սակայն դու չես մտնի խոստմունքի երկիր, քանի որ չհնազանդվեցիր ինձ»։ Թույլ տվեք մի բան ասել, դրդապատճառները կարևոր են Աստծո համար։ Եկեք վերադառնանք Պողոսի խոսքերին, որոնք քննարկել ենք նախորդ դասին, որովհետև դա հարկ է դրված ինձ վրա, եւ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ, քանի որ եթե հոժար կամքով անեմ այն, վարձք ունեմ։ Ուստի թույլ տվեք ասել, մի օգտագործեք պարգևը սեփական շահի համար։ Օգտագործեք ձեր պարգևը իմանալով, որ Աստված հոգ կտանի ձեր մասին։ Աստված հրամայել է, որ նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, ապրեն ավետարանից։ Թող որ ձեր դրդապատճառը լինի մարդկանց ծառայելու ցանկությունը։ Դուք կարող եք ունենալ այս երկու դրդապատճառներից մեկը՝ եսակենտրոն դրդապատճառ կամ անձնվեր դրդապատճառ։ Նախ եւ առաջ խոսենք անձնվեր դրդապատճառից։ Անձնվեր դրդապատճառն է՝ ես ինչ կարող եմ անել քեզ համար։ Անձնվեր դրդապատճառն ասում է. ինչ մեծ արտոնություն է ինձ վստահված կարողությամբ ուրիշներին ծառայելը։ Ես առավելագույնս կներդրվեմ անկախ նրանից, թե ինչ կստանամ ի պատասխան։ Այսպիսին է անձնվեր դրդապատճառը։ Անձնվեր դրդապատճառն ասում է. ես պետք է շարունակեմ անել սա, շատերին պետք է հասնել։ Իսկ եսակենտրոն դրդապատճառը մոտավորապես այսպես է հնչում. ես ինչ կարող եմ ստանալ դրանից։ Ինչ շահ ունեմ ես իմ կարողությունից։ Ինչու պետք է անեմ այս ամբողջ աշխատանքը, եթե ինձ ոչ մի օգուտ չկա։ Ես հաջողակ եմ, հիմա կարող եմ ավելի թեթև մոտենալ դրան, կարող եմ այլևս հոգ չանել։ Գիտեք, որ այս դասընթացը ձայնագրվում է բավականին դժվար ժամանակահատվածում։ Մենք անցել ենք համաճարակով, ռասայական բաժանումով, ունենք մարդիկ, ովքեր ֆինանսական եւ առողջական խնդիրներ ունեն։ Ու մարդկանց համար նահանջելու գայթակղություն կա։ Հոգումս զգում եմ դա։ Ես իսկապես հավատում եմ, որ այդ պատճառով էլ Աստված ցանկանում է, որ այս դասընթացը տեսագրվի, քանի որ մարդիկ կարծես թե ուզում են տրվել պասիվությանը։ Չեմ ուզում վեճի բռնվել, չեմ ուզում հալածվել, չեմ ուզում սխալ մի բան ասել, ու մենք գրեթե ներքաշվում ենք պասիվության մեջ։ Թույլ տվեք ասել հետևյալը. Հիսուսն ասել է. զբաղված եղեք մինչև ես կգամ։ Զբաղված լինել նշանակում է աշխատել մինչև նրա գալուստը, պասիվ մնալու ժամանակը չէ։ Ժամանակն է ավելի մեծ եռանդով քարոզելու Աստծո արքայության մասին եւ օգտագործելու մեր պարգևները կառուցելու մարդկանց կյանքերը։ Աստծո մեծ շարժերը միշտ տեղի են ունեցել դժվար ժամանակներում։ Հիմա է վեր կենալու ժամանակը։ Եթե ձեզ համար այս տարին դժվար է, ապա կռահեք թե ինչ, պետք չէ պասիվանալ։ Ավելի մեծ եռանդով օգտագործեք այն պարգևները, որոնք Աստված դրել է ձեր կյանքում։ Մինչ այս խոսեցինք այն մասին, որ յուրաքանչյուրն ունի պարգևներ եւ մեզ տրված է շնորհք այդ պարգևները գործի դնելու համար։ Քննարկեցինք այն, որ ունենք պատասխանատվություն, որպես այդ պարգևների տնտեսներ։ Դասընթացի շարունակության մեջ կխոսենք մեր պարգևները բացահայտելու եւ զարգացնելու մասին։ Գալիք երկու դասերը բավականաչափ ոգևորիչ են լինելու։ Կտեսնվենք 7-րդ դասին։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։